Մի կողմում ծննդյան տորտ, ծափեր, խնդություն։ Մյուս կողմում երաժշտության տակ խլացող, սգացող մոր ձայնը։ Երկեք, բարի, ուրախացեք։ Փաշինյանի ծննդյան տորթի հեղինակները զինվորների ծնողներ են, որոնք պարբերաբար ակցիաներ են անում, նրանից խնդրում, որ իրենց որդիների վրա նույնպես տարածվի 1.5 տարվա ծառայության օրենքը։ Ասած այսօր առավելապես եկել ենք շնորհավորելու մեր վարչապետին։ Այո, ասում են այսօր միայն ծննդյան առիթով են եկել, անգամ տարբեր մարզերից։ Նրանցից մի քանի քայլ այն կողմ Փաշինյանին սև սիրտ է բերել 44-օրյա պատերազմում որդուն կորցրած թոռան գտնվելու վայրը մինչև հիմա չիմացող Մարիամ Վարդանյանը։ Ոչ մեկին չի սիրում, ոչ մեկի մասին չի մտածում, մենակ իր աթոռն ա ուզում, մենակ իր աթոռն ա ուզում։ Տորտ բերած ծնողների համար Փաշինյանը ժամանակ ուներ, սգացող մոր համար ոչ։ Անես իրա պատիժը, հանգստացեք, անես իրա պատիժը, անես, են շարքը, Տիկնոջը ոստիկաններն ու ինչ-որ կին թևերից բռնած թույլ չեն տալիս մոտենալ Փաշինյանին։ Հողեկին, մի բռնից, ես վատ եմ զգում, մի բռնից։ Ակնհայտորեն Փաշինյանի թիմից այս կինը ամեն կերպ ջանում է, որ անգամ տիկնոջ ձեռքի սուվենիրը քայլողներին չերևա։ Իսկ Նյուզեյմի լրագրողին հրամայում է անջատել տեսախցիկը։ Դուք ով եք, որ անդադ բոլորին ասվեք մի նկար, ով եք։ Դուք ով եք, որ անդադ ասվեք մի նկար։ Մի խոչին զոտեք, հա, ես լրագրողին նկարում եմ։ Դուք կասեք ով եք։ Մեզ շոհում, որ կազմակերպել է, իմ նման սգվորները սիրտ չունեն իրա, օրանժվի սրտիկները բերում այս տարածքը իմ երեխեքը։ Տիկին Մարիամը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ է, որտեղ այսօր այցելել էր Փաշինյանը։ Այցի մասին իմանալուց հետո որոշել է տնից իջնել ու նրան ասել, որ դժբախտացրել է իրեն ու իր նման հազարավոր մարդկանց։ Չի տարար, այդ Ջաբրայել Ադրբեջաները չի տարար իմ երեխեքին կոտորեցիր, չի իմ տոնը քանդեցիր, այ ոչ ու փուչ այ թուրք, այ թուրքի հպատակ, ես ինչ արեցիր մեր ազգի գլխին, իմ նման հազարավորները, երևի ամեն տարածքում սենց մարդիկ կան, հնարավոր չի, 74 տվից ստեղ եմ ապրում, իրավաբան ամուսին ունեի ջահել մահացավ, երեխես ու թորս կորան, ես ինչ սև տամ իմ գլխին ա, ես իմ սև սիրտը, ինչ անեմ, ինչ ա խոսում, են ինչ հաչացու գնացել։ Ձեր համար շտաբ օգնություն։ Նստեք հանգստացեք։ Թող, հիա այդ խեղճ քորփեք են հանել, դրանց ապագան էլ ա խորտագելու, ապագա կա ասում էր, գետինը մտնես դու քո ապագայով, ստոր։ Տիկին Մարիամը ընտանիքի երկու անդամի է պատերազմում կորցրել։ Մյուս որդին Արսեն Ղուկասյանն է, որն անհետ կորած ծնողների հետ ակցիաների է մասնակցում։ Տղաս զոհված, թորս էլ անհետ կորած։ Ես ամեն ինչ ազդում այն վրեն, որ սա սենց շոյու անում, սենց շքերտներ անում, սենց ուրախ զվարդ, ֆրֆռումա չի մտնում մեր հոգեվիճակի մեջ, այսպես թող ռեկլամ անի իրան, ոնց ուզում է լրատվականով խոսում է, ճղճղում է ամենտեղ, մեյդան անգնում, այդ քանը իրան բավական է, եթե ժողովուրդն ուզի իրան ընտրի, կընտրի, չեն ընտրելու մեկ է իրան։ Այսինքն դուք ձայները լսեցիք իմացա գալիս է եւ իջաք իջանալ եւ ձեր խոսքը ուղղելու։ Իջա որ ասեմ, որ էսի կյանք չի, որ մենք ապրում ենք։ Հազարավոր իմ նմաններին դժբախտացրեց։ Տղա ջան, ես գնամ, ունեմ գնում։ Ես ձեզ կուղեկցեմ։ Հա, ոչինչ, ես ձեզ անձամբ ես համել առանց ուղեկցելու, ոչինչ, չի։ Անհետ կորածներով հետաքրքրվում ենք, բռնում են տղայից, ստանում են, նստացնում են։ Ինչ օրին ասես, հələ դատական process-ը գնում է, մի հատ երկրորդ կարգի հաշմանդամ տղա է մնացել, որ իմ հոգսն էլ չի կարում հոգ այդ երեխեն թոշակառույա չի կարում աշխատել։
Փաշինյանի մյուս նվերը թուրքական ֆեսերը նրան հույդա երիտասարդներն էին բերել։ Կառավարության շենքի մոտ ֆեսերի կողքին մի շարք պաստառներ թողեցին նվեր արագնա, հաջորդ ծնունդդ բանտում, Ալիևին ծնունդիդ կանչել ես ու նմանատիպ այլ գրառումներով։ Ես ֆեսերը բերել ենք, նվիրել ենք կառավարության ղեկավարին եւ իր թիմին, նաեւ առաջարկում ենք, որ քարոզարշավի ընթացքում օգտագործեն, որովհետեւ հայ հասարակությունը պիտի իմանա, թե ում է ընտրում։ Պրոթուրքականությունը, որը դրսևորվում է իշխանության գործունեության մեջ, ժողովրդի կողմից ընդունելի չէ։ Այս ինքնաթիռը խորհրդանշում է, որ նա շուտով գնալու է եւ իր ժպիտը թող վերցնի, Ալիևի նվիրած գիրքն էլ վերցնի ու գնա իր բարեկամ Ալիևի եւ Էրդողանի մոտ։ Եվ մյուս տարեդարձը մաղթում ենք իրեն, որ անպայման բանտում լինի, որովհետեւ այո, նա պիտի ապրի, նա պիտի տեսնի Հայաստանը ուժեղացած, զորեղացած եւ ուրեմն այդ իր նպատակը, հա, թուրքացնելու եւ բոլորին զոհելու, տենց էր, չէ՞։ Ինչի չեք զոհվել, այո չենք զոհվել, ապրելու ենք, շարունակելու ենք ապրել եւ ուժեղացնելու ենք այս Հայաստանը, որը հունիսի 7-ից հետո լինելու է առանց Նիկոլի։ Փաշինյանը այսօր դարձավ 51 տարեկան։